Սա պատմության մեջ ամենամեծ հեռուստատեսային խաբեությունն է, որը երբևէ եղել է։ Կհիշեք տարիներ առաջ Շանթ հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստանախագիծը, որի շրջանակներում, եթե մասնակիցը ճիշտ էր պատասխանում հարցերին, ապա նա հնարավորություն էր ստանում վաստակելու 1 միլիոն դրամ։ Հիմա այս պատմությունը, որ դες կպատմեմ, կապված է ոչ թե հայաստանյան «Ով է ուզում դառնալ միլիոնատերի» հետ, այլ կապված է բրիտանական «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի հետ։ 2001 թվականի սեպտեմբերի 9-ին հեռարձակվեց սովորական «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» խաղը, որի ժամանակ բրիտանացի 19 միլիոն հեռուստադիտող չէր կարող պատկերացնել, որ սովորական մասնակիցը կարող է վաստակել 1 միլիոն ֆունտ ստերլինգ, ինչպես նաև դառնալ 21-րդ դարի ամենահաջողակ խաբեբան։ Հաղորդավար Քրիս Թերենսը սկսում է խաղը։ Մասնակիցները պետք է պատասխանեն առաջին հարցին, որից հետո հնարավորություն կունենան մասնակցելու արդեն խաղին եւ ինչու՞ չէ, շահել 1 միլիոն ֆունտ ստերլինգ։ Առաջին հարցը հետևյալն էր. Դասավորեք այնպես, որ ստացվի Ագաթա Քրիստիի գրքերից մեկի վերնագիրը։ Չարլզը ճիշտ եւ արագ պատասխանելով առաջին հարցին, միանում է խաղին։ Ամեն ինչ շատ բնական է, հանդիսատեսը սովորականի պես հետևում է խաղին, ոչ ոք ոչինչ չի նկատում։ Չարլզը մի քանի հարց իրար հետևից պատասխանում է, մի քանիսին երկմտելով է պատասխանում եւ համարյա թե օգտագործում է իր բոլոր հնարավորությունները։ Բայց մինչև բուն պատմությանն անցնելը, խնդրում եմ մի մոռացեք բաժանորդագրվեք ալիքին, քանի որ դա օգնում է էջի առաջ խաղացմանը, ինչպես նաև մեկնաբանություններում գրեք հետաքրքիր է ձեզ այս վիդեոն, թե ոչ, կամ ուրիշ ինչ թեմայով կցանկանաք տեսնել իմ ալիքում վիդեոներ։ Ով է ուզում դառնալ միլիոնատեր խաղը հեռարձակվում է 1998 թվականից Բրիտանիայում եւ այնտեղ ընդամենը 6 մարդ է կարողացել դառնալ միլիոնատեր։ Չարլզը կարող էր դառնալ 7-րդը, բայց ամեն ինչ այդքան հեշտ չստացվեց նրա մոտ։ Խաբեությունը, որը նա եւ նրա ընկերները պլանավորել էին, շատ հեշտ եւ արագ բացահայտվեց։ Մի քանի հարցին ճիշտ պատասխանելով, մի քանիսին երկմտելով նա անցնում է փուլերը եւ շատ տարօրինակ մի բան է տեղի ունենում։ Նման խաղերը միշտ վերահսկվում են, այսինքն կան մարդիկ, որոնք նստած նայում են ամեն ինչ, ինչպես նաև հայկականում, չգիտեմ, ինձ դժվար թե այդպես լինի, բայց արտասահմանում նման խաղերը հիմնական վերահսկվում են ինչպես ոստիկանության կողմից, այնպես նաև հոգեբանների կողմից։ Այսինքն աշխատակիցների մի մասը, որոնք նստած են տեսախցիկների առաջ եւ նայում են խաղացողին, նրա վարքագիծն են ուսումնասիրում են նրա շարժումները եւ կարող են ասել նա խաբում է թե ոչ։ Աշխատակիցները ուսումնասիրելով հայտնաբերում են, որ ինչ որ տարօրինակ մի բան կա։ Տեսեք։ Aristotle Onassis. Եթե առաջին հայացքից ձեզ թվաց, որ այստեղ տարօրինակ ոչինչ չկա, ապա այո, դուք ճիշտ եք, նա ուղղակի հազում է, բայց իմաստ ունի հազալ խաղի ժամանակ անընդհատ։ Երբ Չարլզը հասնում է համարյա թե վերջին հարցերին, կարծես է սովորական հարցն է նրան տալիս, ինչպես է կոչվում 100,000 զրո ունեցող թիվը, ինչպես են անվանում այդ թիվը։ Ճիշտ պատասխանը իրականում Google-ն է, հենց մեր բոլորիս կողմից հայտնի եւ, չգիտեմ, սիրված որոնողական համակարգ Google-ը իր անունը այդ թվից է վերցրել։ Իսկ Չարլզը, չգիտես ինչու, սխալ պատասխան է տալիս, ավելի շուտ մտածում է, որ հենց դա է ճիշտ պատասխանը։ Անցնում է որոշ ժամանակ, կներեք, սովորական հազով նա կարողանում է հասկանալ, որն է ճիշտ պատասխանը։ Իրականում այս հազը միտումնավոր էր։ Հազը ամբողջ եթերի ընթացքում կարելի է մի քանի տասնյակ անգամ լսել եւ այն պատասխանները, որը նա տալիս է հազից հետո, չգիտես ինչպես նրան տալիս են հաղթանակ։ Կարծես թե հազը կարողանում է կանխորոշել։ The reason I think it's cricket is... Am I sure? Բարդ է դառնում, որ նրա կինը նույնպես մասնակցել է այս խաղին։ Նստածների շարքում է նաև Չարլզի ընտանիքի մյուս անդամները, որոնք նույնպես մասնակցել են այս խաղին։ Նրանք մասնակցել են այս խաղին տարիներ առաջ, ամիսներ առաջ, որևէ հաջողություն չեն գրանցել, բայց
ինչ որ սխեմա մտածել է։ Փաստն այն է, որ նման խաղերը հիմնականում կրկնվում են եւ եթե կարողանաք դուք անընդհատ ուսումնասիրել, ապա ալգորիթմները դուք կարող եք նաեւ հասկանալ եւ իմանալ կանխորոշել, թե որ պատասխանն է ճիշտ լինելու։ Սակայն նրա լարվածությունը, Չարլզի լարվածությունը չի թողնում, որպեսզի նա կենտրոնանա եւ հիշի պատասխանները, ինչին օգնություն գալիս է հազը, հանդիսատեսի կողմից։ The reason I think it's cricket is... Am I sure? Չարլզի կինը եւ նրա եղբայրը կարողացան ընդամենը հաղթել 32,000 ֆունտ ստերլինգ, որը այդքան է փոքր գումար չի, սակայն նրանց համար կարծում եմ դա եղել է շատ չնչին գումար եւ նրանք ցանկացել են ամբողջը վերցնել։ Հարցերը քչանում են, Չարլզը հասնում է երանելի 1 միլիոն ֆունտ ստերլինգին եւ հազի միջոցով կարողանում է շահել այն։ You just won 1 million! Չարլզը դառնում է 7-րդ միլիոնատերը, ով է ուզում դառնալ միլիոնատեր խաղի մեջ, բայց ոչ այդքան երկար ժամանակով։ Տնօրենը, ով ամբողջ ընթացքում հետևում էր խաղին, ոստիկաններին զգուշացնում է, որ հետևեն կնոջ վարքագծին եւ նայելով կնոջը նրանք տեսնում են, որ կինը ամեն հարցի ժամանակ փորձում է հեռախոսով նամակ գրել ինչ-որ մեկին, օգտագործում է հեռախոսը, ինչը անթույլատրելի է, բայց քանի որ նա հանդիսատես է, ապա ոչ ոք ոչ մի կասկածանք չունի։ Անցնում է որոշ ժամանակ եւ տնօրենը զանգում է Չարլզին։ Պարոն Չարլզ, ես չեմ փորձելու հերվից գալ, միանգամից ասելու եմ կարճ կոնկրետ ինչպես որ կա։ Երեկվա ձայնագրությունները խաղի նայելուց հետո մենք հասկացել ենք, որ դուք խաբել եք եւ միլիոնը ձեռք եք բերել խաբեությամբ։ Այս ամենի մասին արդեն տեղեկ է ոստիկանությունը եւ ձեզ հորդորում եմ, որ դուք դիմեք ինչպես օրինապաշտ քաղաքացի, որպեսզի այս ամենը լավ վերջաբան ունենա։ Ինչին ի պատասխան Չարլզը ասում է. ներողություն եմ խնդրում, իրոք ես ձեզ չեմ ճանաչում, բայց խնդրում եմ մի թերագնահատեք ինձ։ Ես այս ամեն ինչը վաստակել եմ իմ խելքի միջոցով։ Մի քանի օր չանցած Չարլզին զրկում են միլիոնից, Չարլզի ընտանիքը գտնվում է դատական ակտերի մեջ, դատական գործընթացների մեջ, բայց Չարլզը մինչ օրս, Չարլզը նրա կինը եւ եղբայրը մինչ օրս հակված են այն կարծիքին, որ նրանք դա իրականում շահել են եւ ոչ ոք չի կարող նրանց ապացուցել, որ դա խաբեություն է եղել, քանի որ Չարլզը մինչ օրս չի ընդունել իր սխալը, մինչ օրս նա պնդում է, որ այս ամեն ինչը ուղղակի կատարել են, որովհետեւ չեն ցանկացել գումար տրամադրել նրան։ Իսկ ինչ կարծիք եք դու։ Իրոք Չարլզը վաստակել է այդ ամենը եւ իրոք ընկերությունը հեռուստատեսությունը չի ցանկացել նրան տալ իր 1 միլիոն ֆունտ ստերլինգը։ Չէ՞ որ 1 միլիոնը շատ մեծ գումար է եւ իրոք կարելի է եւ չտալ, ասել որ դուք խաբել եք, հազացել եք եւ վերջ։ Գրեք մեկնաբանություններում ձեր կարծիքը, ինչ եք կարծում, Չարլզը արդար էր, թե իրականում խաբեբա։